Կապանում գարունը մեկնարկել է ակումբ գրադարանների բացումով, թվով 4-րդն է արդեն հիմնանորոգվել ու վերստին դռները բացել, այս անգամ Բաղաբերդցի երեխաների առջև։ Առջևում ամառային արձակուրդներն են, երեխաների համար գունագեղ մի նոր միջավայր է ստեղծվել, գրավելով անգամ ամենաչկարդացողներին, վստահ է Ալենը։ Ուրախ եմ, որ բացվել է գրադարանը, առաջ գրադարանը գտնում էր այն կողմում, շատ լքված էր, լրությունա պահպանվելու եւ կարդալու ենք։ Նաեւ ամառային արձակուրդներին մենք գալու ենք կարդանք եւ անենք հանդեսներ։ Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում ակումբում անցկացող ճամբարների միջոցառումներին։ Մենք այս ամեն անց էինք կացնում ամախիթար անշուք վիճակում, չունեինք համապատասխան պարագաներ, որպեսզի մեր ճամբարներն ու միջոցառումները հետաքրքիր անցնեին։ Համայնքի նախաձեռնությամբ 2023 թվականի սուբվենցիոն հերթական ծրագրով է լիովին հիմնանորոգվել Բաղաբերդ թաղամասի ակումբ գրադարանը։ Կառավարություն համայնք համագործակցության շնորհիվ շուրջ 42 միլիոն դրամ ներդրվեց այս նախագիծը իրականացնելու համար, ինչպես նախորդ 3, այնպես էլ Բաղաբերդ թաղամասի ակումբ գրադարանի դեպքում ժամանակակից կահավորման հարցում կրկին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ խորհրդանշական բացման օրերին մասնակցել եւ բնակիչների հետ ծանոթացել է նոր պայմաններին լսել կարծիքներ։ Համայնքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը ողջավորիչ են բնակիչների համար, հատկապես ծայրամասային թաղամասերում, ասում է երկարամյա մանկավար Ֆլորա Անդրասյանը։ Գիտեք ոնց երեխաների քաղաքի գրադարաններից են օգտվում։ Շատ լավ կլինի, որ քաղաքի բնակիչները օգտվեն մեր գրադարանից եւ կարելի ավելի ընդարձակել, գրքերը ավելի շատացնել, որպեսզի բոլորը կարողանան օգտվեն մեր թաղամասի բոլոր երեխաները, շրջանավարտներ են լինելու, ավարտելու են, չեն ավարտելու, դպրոցում սովորող երեխաները կարողանան օգտվել մեր գրադարանից։ Տարեկան մոտ 500 ընթերցողի է սպասարկում Բաղաբերդի գրադարանը, այսուհետ կաշխատեն մի նոր թափով ու ոգևորությամբ, վստահեցնում են պատասխանատուները։ Ամեն ինչ կանեն, որ ակումբը թաղամասի համար կրթական եւ մշակութային միջոցառումների կենտրոն դառնա։